Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Սակ արդեն կա այն ճանապարհային քարտեզը, որով պետք է շարժվել։ Ես կխնդրեի մատչելի բացատրեիք, ինչ է պատրաստվում անել կառավարությունը։ Պետականացում են ինչ-որ այլ մեխանիզմով է փոխարինում, որ խնդրեմ կներկայացնեք ինչ մեթոդով եք շարժվելու եւ ինչ է լինելու առաջիկայում ընկերության կառավարման հետ։ Վարչապետը, հանրապետության վարչապետը նշեց մեխանիզմի առաջին քայլի մասին, դա կառավարման մասին է, ավելի մանրամասն օրենքի նախագծի փոփոխությունը արտահերթ նիստում կլինի առաջիկա օրերին, որքան տեղեկացված եմ, արդեն իսկ մեր խմբակցությունը, կառավարող խմբակցությունը նախագիծը պատրաստել է եւ կարծես թե շրջանառվել է կամ շրջանառման փուլում է եւ արտահերթում լինելու է երևի թե դրանից ավել այս պահին չեմ կարող ինձ թույլ տալ մեկնաբանել, քանի որ հրապարակման գործընթացը որոշակի մեթոդաբանություն ունի այդ տրամաբանության։ Ինչ է լինելու այստեղ կառավարիչը փոխվելու, ինչ է լինելու այդ պետությունում, ո՞նց է լինելու, էլի բարձրացնելու։ Արդեն ասացի, որ կառավարման մեջ, քանի որ մենք այսօր խնդիրներ ենք արձանագրում, եւ տեսեք մեկ դրվագ հանրապետության վարչապետը երեք ներկայացրեց, երբ որ խոշոր գործարարը մեծ ծավալի ներդրում էր արել եւ այսպես ասած իմանալով մի քանի $100,000 միջոցառում էր կազմակերպել բացման ներկայացում, այսինքն տասնյակ միլիոնավոր դոլարի մարդը ներդրումներ էր արել, համարել էր որ մի քանի $100,000 բացում էլ երևի թե պետք է անի եւ այդ մարդը կորցրեց այդ գումարները։ Հիմա կասեմ ինչու, որովհետեւ էլեկտրաէներգիայի անջատում տեղի ունեցավ, այն պահին, երբ որ պիտի բացումը տեղի ունենար, այդ օտարերկրյա մասնագետներ հյուրեր էր հրավիրել եւ դա օրինակ մեկ դեպք, մեկ ուրիշ դեպք հենց 3 գործարաններից մեկից եմ ստացել, ով նոր տեխնոլոգիաներ է գնել եւ այդ նոր տեխնոլոգիաները պարբերաբար հետի կողմից անջատումների հետևանքով փչացել են, որովհետև ոչ մի ճապոնացի չի պատկերացնում, որ օրինակ օրը 5 անգամ կարող է լույսը անջատվել մի անգամ։ Կարողանում եք տեսնել, որ այդ անջատումները չլինեն, օրինակ ինչ եք անել, որ հետից ասում են մոտ $700 միլիոն ներդրում են արել, որովհետև համակարգը շատ մաշված է եւ դեռ բազմաթիվ միլիոնների այդպես ներդրումի կարիք կա։ Դե ինձ էլ գործարար միջավայրն ասում է, որ միլիարդավոր դոլարների ներդրումներ է արել, որոնք շատ հաճախ առոչինչ են դառնում, այդպիսի անպատասխան, որովհետև երբ որ դու առնում ես մի քանի միլիոն դոլարանոց սարք, հետո գալիս է որը նախատեսված չի որևէ պարագայում նրա համար, որովհետև այդ սարքը որ ճապոնացիները կամ գերմանացիները սարքում են, չեն պատկերացնում, որ օրը կարա 5 անգամ հեծը լույսերը անջատի։ Հեծը ո՞նց է։ Հեծը բանավը շուտով հարցնում։ Չէ, դες պատասխանեցի ես ինքս եմ։ Շտաբում խնդրեմ մեկական հարցնամ։ Այն ամենայնիվ սա մասնավոր բիզնեսի իրանալու փորձ չի արդյոք կառավարության, պետության կողմից եւ դուք կարծում եք Հայաստանը միակ երկիրն է, որտեղ օրինակ հոսանք անջատվում է։ Հայաստանը միակ երկիրը չի վստահաբար, բայց ձեր առաջին հարցի պատասխանը միանշանակ եւ հստակ ոչ, որովհետև դուք կտեսնեք եւ նախագիծը եւ մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են, այսինքն այն ինչ որ տեղի կունենա, բացարձակապես դա մեր օրենսդրությամբ սահմանված է եղել, մենք մեր օրենսդրությամբ սահմանված դեպքերի իրացումն ենք ապահովելու։ Դա մենք բազմաթիվ օրենքներ ունենք, որոնք ենթադրում են պարտավորություն պետության, կառավարության, մասնավորի, մարդու, քաղաքացու, այսինքն դրանք պարտավորությունների կատարման շրջանակում եւ հանրային շահի գերակայության մասին, այսինքն երբ որ որն է ամենակարևորը, պետությունը, ժողովուրդը, հանրությունը եւ այդ կարևորության տրամաբանությամբ պետք է մենք շարժվենք, մենք չենք կարող մեկ մարդու շահը գերադասենք հազարավոր, 100,000-ավոր, միլիոնավոր մարդկանց շահերից։ Մենք չենք կարող մեկ մարդու ասել դու ինչ ուզես կարող ես անել եւ օրինակ հազարավոր տնտեսվարողներ բիզնեսներ կորցնեն, հազարավոր տնտեսվարողներ 100 միլիոնավոր դոլարներ կորցնեն, 100,000-ավոր մարդիկ մնան առանց լույս։ Պետական կառավարման համակարգում պարալիզացվի, որովհետեւ բանա, չգիտես ինչի, օրինակ 3 էկոնոմիկայի նախարարությունում կես ժամը մեկ ասենք իմ համար շատ անհասկանալի
լույսերը անջատվում էին։ Սա Եթե պետականացվի հեծը, այդ միջոցներ ունեք, այդ առողջացման ծրագրերի ներդրումների արդյունավետ որ լինեն։ Կլինի կլինի մեխանիզմը ազգային ժողովում այդ բոլոր հարցերի մասին պատասխան կլինի, որովհետև երբ որ նաև մեխանիզմը ներկայացվի փոփոխությունները համապատասխան տեղի կունենան, ես կարծում եմ նաև Իսկ դուք հեսի ղեկավարությունից բացատրություն պահանջել եք կամ պարզաբանում ինչու է այս իրավիճակը։ Ես երեք հրապարակային այդ մասով արել եմ նաև գրառում, որովհետև անթույլատրելի է, երբ որ տնտեսությունը օրինակ գործարանը կարա կանգնի, գործարանները կարան կանգնեն, առևտրի կենտրոնները կարան կանգնեն եւ այլն, եւ բնականաբար կարծում եմ, որ այդ մասով աշխատանք պետք է տալ։ Եթե դիմել եք Ես ասում եմ դա երեք ես նաև այն հրապարակային եմ դրա մասին արել գրառում, ես կարծում եմ նաև ոլորտային նախարարությունը պատճեց զբաղվում։ Օրինակ Իրանի մասով էլ ասեք, պարոն Պապայան, դուք հանդիպեցիք Վրաստանի փոխվարչապետի հետ, որը նավեկարգ նախարարն հետո իրեն հեռացրին աշխատանքի, չգիտեմ ինչ եղավ իրենց մոտ, եւ ասացիք, որ Իրանի խնդիրը լուծվել է նաև կոնյակի մասով։ Թեպետ էլի ազդակներ կան, որ որոշակի խնդիրներ կան, կուտակումներ կան։ Խնդրում եմ ասել, վրացի ձեր գործընկերները բարձրաբանել են, որ խնդիրը ինչու են իրենք ոչնչոտարություն մեզ համար, մեր արտահանողների եւ ռուսական մասից բարձրաբանում ունեք եւ այս բանի ամբողջությամբ խնդիրը լուծված է, թե դա կուտակումներ կան։ Տեսեք, ուրեմն Ծիրանի մասով այս պահի երեկվա դրությամբ 626 մեքենա միայն հունիս ամսին Ռուսաստանի Դաշնություն հասել է, 363-ը ճանապարհին են, օրինակ միայն 69-ը երեք է դուրս եկել, 70 քանիսը դրանից առաջ, իսկ նրանք ակնհայտորեն անգամ չեն էլ հասել։ Երկրորդը շատ մեծ հերթեր կան, օբյեկտիվ հերթեր կան Վերին Լարսում, որովհետև այդ տեղով անցնում է ոչ միայն Հայաստանի, գիտեք, այլ նաև այլ երկրների, թվում Վրաստանի եւ այլ երկրների, Թուրքիա եւ այլ ցամաքային, այո, բեռներ եւ այո, հարյուրավոր մեքենաներ հերթի մեջ կանգնած անցնում են եւ այդ թվում նաև Ծիրանի։ Իհարկե Ծիրանը, այսպես ասած, որպես շուտ փչացող ապրանք ունի արտահերթության իրավունք եւ օրինակ երեք ես նաեւ կոնյակի թիվը ձեզ հիշեցնեմ, օրինակ երեք քանի մեքենա կոնյակ է անցել, բնականաբար կոնյակի թիվը բազմապատիկ ավելի քիչ պետք է լինի, շատ պարզ պատճառով, որովհետեւ կոնյակը չի համարվում շուտ փչացող ապրանք եւ նրանց հերթը մի քիչ ավելի բարդ է, երեք անցել է ընդամենը 7 մեքենա կոնյակ։ Այո, այսինքն էլի հերթի, այս պահին հերթի մեջ տասնյակ մեքենաներ կա կոնյակով բեռնված։ Այսինքն դրական եզրակացության որևէ խնդիր չկա, որ իրանք պետք է անցնեն, պարզապես սպասում ենք հերթին եւ երեք ընդամենը 7 մեքենա Գեզիում կա եւ ունենք գործընկերների հետ պայմանավորվածություն, առաջիկա օրերին մի քանի տասնյակ մեքենաներ կան, այդ բոլոր մի քանի տասնյակ մեքենաները ամբողջովին ուրեմն դուրս են գալու, ես մեկ թիվ նշեմ, օրինակ երեք չէ առաջի օրը միայն 24 մեքենա Երևանի կոնյակի գործարանի, մեր հայտնի գործարանի մեքենա դուրս է եկել եւ ճանապարհվել է դեպի